Դուք արծիվներն եք մեր հայրենիքի, դուք պահակներն եք մեր ամբողջ երկրի, ձեզ ենք վստահում մեր խիղճն ու տունը, հսկում եք պահում մեր խաղաղ քունը։ Ապրիլի 13-ին ոստիկանների մասնագիտական օրն է։ Այս տարի հայ ոստիկանները նշում են իրենց 95-ամյակը, ինչի կապակցությամբ մի շարք միջոցառումներ տեղի ունեցան Վանաձորում։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Լոռու մարզային վարչության բակում ոստիկանները մի շարք բարձրաստիճան այրերի եւ քաղաքացիների հետ մեկ րոպե լռությամբ հարգեցին այն ծառայողագիծների հիշատակը, ովքեր իրենց ծառայողական պարտքը կատարելիս զոհվել են Արցախյան ազատամարտին։ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեփու arczepiskopos Ջուլիանը կատարեց հոգեհանգստյան արարողակարգ։ Եգեսցե արքայություն քո, ելիցին կամք քո, որպես հերգինս սիրելգրիվ, ըսած մեր հանաբազոր տուր մեզ այսօր, և թող մեզ զբարդիս մեր, որպես և մենք թողունք մերոց պարդաբանած, և մի տանիրզ մեզի փորձություն, այլ փրգյազ մեզի չարել, զիքո է արքայություն և զորություն և փառք հավիդյանս հավիդինից ամեն։ Մարտի դաշտում ընկած ոստիկանների հիշատակի խաչքարին ծառայակից ընկերները դրեցին թարմ ծաղիկներ։ Միջոցառումների շարքը շարունակվեց արդեն շախմատի դպրոցում, որտեղ տեղի ունեցավ ոստիկանների միջև ավանդական դարձած շախմատի առաջնությունը։ Հաղթողները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով, նվերներով։ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ հանդիսավոր նիստ, որի ընթացքում պարգևներ եւ նվերներ հանձնեցին ոստիկանության աշխատակիցներին։ Համերգային տոնական ծրագրով եզրափակվեց միջոցառումների շղթան։ Հայաստանի Հանրապետության վերահսկման ինչպես նաև զարգացման գործում լուրջ շահավատ ունի ոստիկանությունը։ Լոռու մարզի ոստիկան աշխատակիցները, ինչպես հայ ազգի շատ զավակներ, հարկով մասնակցեցին Արցախյան հերոսամարտին։ Շուրջ 300 աշխատակիցներ մասնակցեցին Արցախյան պատերազմին, որից 3-ը պարգևատրվել են քաղաքական պարգևներով, ցավոք մեկը հետմահու։ Տոնն է ձեր այսօր, տոնը հաղթության, ապրեք դուք խաղաղ առանց փորձության, թող միշտ գովերքեն ձեր արդար գործը ու ձեզ ուղեկցի կյանքի մեծ փորձը, շնորհավոր տոնդ ոստիկան։ Մարիամ Գալոյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։